Ես եմ բարի հովիվը, իմ ոչխարները լսում են իմ ձայնը և գալիս են իմ հետևից, ես նրանց հավիտենական կյանք կտամ և նրանք հավիտյան չեն կորչի ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ Հովհաննեսի ավետարանի 10-րդ գլխում Հիսուս իրեն ներկայացնում է որպես հովիվ, որ առաջնորդում է իր հետևորդներին փոքրիկ հոտը, կազմելով, ձևավորելով իր համայնքը, իր եկեղեցին, բայց միևնույն ժամանակ այս հովիվը նաև հարուցյալն է, որը հավիտենական կյանք է շնորհում իր հետևորդներին։ Ուրեմն բարի հովիվ, որը առաջնորդում և որպես մահվան նկատմամբ հաղթանակ տարած զորավոր մեկը ամբողջական և հավիտենական կյանք է շնորհում։ Բայց նույն Հովհաննեսը իր ավետարանի մեկ ուրիշ հատվածում և նաև հայտնության գրքում Հիսուսին ներկայացնում է որպես գառն Աստուծո, որ աշխարհի մեղքը վերցնում է իր վրա։ Պարադոքս է։ Հովիվ, որը միաժամանակ գառ է։ Իդեպ Սուրբ Պատարագի ընթացքում ծածուկ աղոթների մեջ այս բնորոշումը հակասական կամ երկակի հանդիպում է մեկ ուրիշ առումով։ Զոհ և նաև քահանայապետ, որը զոհը ընդունում է։ Փորձենք հասկանալ, ինչ է սա նշանակում։ Ընդհանրապես խաչյալ հարուցյալ և գառ հովիվ այս պարադոքսի մեջ ինչ է նկատվում։ Որպես հարություն առած մեկը զորության, ուժի, տիրապետության մենք բնութագիր ենք տեսնում։ Որպես խաչյալ մենք տեսնում ենք թուլության, տկարության, խոցելիության, փխրունության նշան։ Որպես հովիվ մենք տեսնում ենք տիրապետելու, իր կամքը թելադրելու, առաջնորդելու այս բնութագիրը։ Որպես գառ մենք տեսնում ենք հեզության, հնազանդության, ենթարկվելու, լսելու, խոցելի լինելու այս բնութագիրը։ Հիմա սա իշխանության քրիստոնեական բնութագիրն է։ Իշխանություն բառը կամ պաշտոն բառը գրաբարում նշանակում է ծառայություն։ Այսինքն իշխանություն, պաշտոն, որը քեզ տալիս է լիազորություն, կառավարելու, քո կամքը թելադրելու, բայց միևնույն ժամանակ սա նշանակում է ծառայություն։ Հիմա հետաքրքրական է, որ առանց զորության, առանց կամքը թելադրելու չի կարող լինել ծառայություն և առանց քո փխրունությունը, հեզությունը այդ ծառայական բնութագիր ընդունելու չի կարող լինել իրական իշխանություն։
արդյունքում երկու դեպքում էլ, երբ որ զեղչում ենք մեկը, մի դեպքում զորությունը, մի դեպքում տկարությունը, իշխանությունը այլասերվում է։ Մի դեպքում դառնում է բացարձակ բռնատիրական, մյուս դեպքում դառնում է թուլություն ուղղակի, որը տանում է անկառավարելիության, անիշխանության, քաոսի։ Եվ Հիսուս ինքը իր օրինակով մեզ տալիս է լիարժեք պատկերը, թե ով է հովիվը եկեղեցական կյանքում եւ ով է առաջնորդը քաղաքական, քաղաքացիական աշխարհիկ կյանքում։ Հայտնության գիրքը այս իմաստով շատ ավելի հստակ է։ Նույն Հովհաննեսը, Պատմոս կղզու տեսանողը, իր տեսիլքի մեջ տեսնում է Աստծո գառը, մորթված գառը կանգնած եւ նրան անվանում է հովիվ։ Եվ դիմացը անսահմանափակ, անքանակ մի բազմություն մարդկանց տարբեր ազգերից, ժողովուրդներից, լեզուներից, որոնք կանգնած են սպիտակ զգեստներով, արմավենիների ճյուղերը ձեռքներին։ Եվ այդ մորթված գառն է, որ հովվում է։ Եվ ինչն է հատկապես կարևոր, որ սրբում է նաև նրանց արցունքները։ Այսինքն մխիթարում է եւ բերում է իր ուրախության դաշտ, հատուցում տալու, պարգևը տալու հավիտենական կյանքի։ Այսինքն հովիվը նաև նա է, որ ոչ միայն խնամում է, այլ նաև մխիթարում է։ Հովի կերպարը նոր չէ։ Ընդհանրապես հնագույն աշխարհում առաջնորդներին հենց հովիվել անվանում էին։ Եվ Երեմիա մարգարեն վայ է տալիս անհովիվներին, որոնք չեն խնամի իրենց վստահված հոտը։ Չեն կերակրի, կթողնեն սովամա, չեն տանի փարախ, կդարձնեն անվտանգության զոհ։ Գայլի, վայրի կենդանիների այս պատկերն օգտագործված եւ չեն բուժի, եթե դրա կարիքը կա։ Ինչու, որովհետև կզեղչեն իրենց մեջ այդ ծառայելու իշխանության, ծառայության բնույթը։ Հիսուս դրա լավագույն օրինակը տվեց նաև մեկ ուրիշ պատկերում։ Այստեղ մենք հանդիպում ենք, որ իմ ձեռքից այնինչ ինձ տվել են, ոչ մեկ չի կարող խլել որևիցե մեկին։ Ձեռքը զորության նշան է։ Հիշենք 5 կտակարանի այն հատվածը, որտեղ ասում է Աստված հզոր բասկով իր ուխտի ժողովրդին հանեց ստրկության տնից եւ առաջնորդեց որպես հովիվ դեպի ավետյաց երկիր։ Ուրեմն ձեռքը դա զորության խորհրդանիշն է։ Բայց ձեռքը նաև սիրո խորհրդանիշն է։ Նույն համատեքստում ասվում է, որ այս ամենը հայրն է տվել իր որդուն։ Եվ այն, ինչ Հիսուս ստացել է, ինքն էլ իր հերթին իր ձեռքերը պարզում է տալու իր հոտին։ Երբ Հիսուս հարություն առած մուտք է գործում վերնատուն փակ դռներով եւ կանգնում է աշակերտների առաջ, Թովմասին, որ նախորդ երևման ժամանակ ներկա չէր եւ ասում էր մինչեւ չտեսնեմ եւ իմ ձեռքերով չշոշափեմ այդ վերքերի տեղը չեմ հավատա։ Հիսուս ոչ միայն ձեռքերը պարզում ցույց է տալիս այդ վերքերը, տեսեք զորություն ձեռքը որպես խորհրդանիշ, որը վերք ունի, սիրո խորհրդանիշ։ Եվ Թովմասին, որը հոտից դուրս էր մնացել, իր օրինակով զորության եւ սիրո նորից հրավիրում է հոտի մաս կազմելու, բայց միևնույն ժամանակ
ինքն իրեն էլ հրավիրում է, որ ինքն էլ նույն արարքը գործի, ասում է, պարզիր ձեռքերդ եւ շոշափիր։ Այլ այս օրինակով Հայր Աստված իր պարզած ձեռքով ցույց է տալիս, թե ինչ է պարգևը, ինչ է իշխանությունն ու ծառայությունը։ Հիսուս իր հերթին ստանալով դա ինքն արդեն երկրի վրա անձնական օրինակով ցույց է տալիս, թե ինչ է նշանակում ունենալ իշխանություն, ստանալ եւ տալ։ Եվ այնպես անել, որ այնինչ ստացել ես չկորչի որևիցե մի բան, ընդհակառակը ավելանա, խնամվի, զարգանա, մշակվի։ Եվ Հիսուսը իր օրինակով փոխանցում է առաջնորդներին, ապագա եկեղեցու, թե ուրեմն հասարակությունների։ Հիսուս մեկ ուրիշ օրինակ էլ է մեզ տվել, թե ինչ է նշանակում իշխանություն։ Երբ տեր լինելով իրեն դարձրեց ծառա, երբ կռացավ եւ իր ձեռքերով լվաց իր աշակերտների ոտքերը։ Տեր, որը ծառայում է։ Եվ սրա փայլուն ձևակերպումը տրվում է հենց նույն 10-րդ գլխում մեր առաջին մեջբերման շարունակության մեջ։ Ես եմ բարի հովիվը, բարի հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար։